Սիրելի ընկերներ, ողջույն, առաջարկում եմ պատրաստել անչափ համեղ և ինչպես նկատում եք շատ ախորժելի ընկույզ թխված քաբլիթները նոր մատուցմամբ։ Եվ այսպես պատրաստենք խմորը։ 200 գրամ փափուկ սենյակային ջերմաստիճանի կարագին կամ մարգարինին ավելացնում ենք 120 գրամ շաքարի փոշի, մի պտղունց վանիլին և մի պտղունց աղ։ Այս ամենը պատառաքաղի օգնությամբ լավ խառնում ենք, ստանալով գրեթե համասեռ զանգված։ Իհարկե կարող եք օգտագործել նաև հարիճ։ Այնուհետև ավելացնում ենք 2 ձու և կրկին խառնում։ Որից հետո այստեղ ավելացնում ենք փխրեցուցիչ, վերցրել եմ 1 թեյի գդալ փխրեցուցիչ և մաս-մաս սկսում ենք ավելացնել մաղած ալյուրը։ Ալյուրի քանակը կախված է ձեր օգտագործած մթերքներից, այնպես որ ավելացրեք քիչ-քիչ, որպեսզի պինդ խմոր չստանաք։ Ես օգտագործում եմ մոտավորապես 420 գրամ ալյուր։ Արդյունքում պետք է ստանանք ահա այսպիսի փափուկ խմոր։ Հիմա պատրաստի խմորից ձևավորում ենք գնդիկներ։ Գնդիկների չափը կախված է ձեր ձևամանի չափից։ Ինձ մոտ 5-6 գրամանոց գնդիկները ապահովում են գեղեցիկ տեսք իմ ձևամանի համար։ Եվ որպեսզի հավասար լինեն, ահա այսպես պարանի տեսք եմ տալիս և կտրատում։ Գնդիկները տեղափոխում եմ սառցե խցիկ, մոտավորապես 10-15 րոպե, որից հետո միայն նոր սկսում եմ թխել։ Լավ տաքացրած ձևամանի մեջ տեղավորում եմ գնդիկները, այնուհետև փակում եմ ձևամանը և մի փոքր պահում եմ այդպես փակ վիճակում լավ սեղմած, որպեսզի ընկույզներին բնորոշ տեսքը ապահովեմ ամբողջ ձևամանի տարածքում։ Այնուհետև ժամանակ առ ժամանակ այս ու այն կողմ շուռ տալով թխում եմ մինչև ստացվի գեղեցիկ ոսկեգույն կամ վարդագույն երանգ։ Թխելուց հետո դանակի օգնությամբ կողքերը հավասարեցնում եմ։ Ստացված փշուրները կարող եք ավելացնել միջուկին և լցոնել ընկույզները կամ էլ կարող եք օգտագործել այլ բաղադրատոմսերի համար։ Օրինակ ես օգտագործում եմ նաև չիզքեյքի պատրաստելիս։ Այնուհետև սկսում ենք պատրաստել միջուկը։ Արդեն պոված խադայֆին ավելացնում ենք պիստակի կարագ և պիստակի մածուկ։ Լավ խառնում ենք։ Այստեղ կարող եք օգտագործել նաև խտացրած կաթ, սակայն քաղցրությունը այնքան տեղին է լինում, որ լրացուցիչ քաղցրության կարիք չի առաջանում։ Պատրաստի միջուկով լցոնում ենք մեր ընկույզները։ Վերցնում ենք 2 կեսերը և յուրաքանչյուր կեսի մեջ դնում ենք 1 թեյի գդալ, իհարկե փոքր թեյի գդալ, միջուկ։ Ես ձևավորում եմ հետևյալ կերպ. վերևի հատվածը թողնում եմ կիսաբաց վիճակում, կարծես ապահովելով կիսաբաց պիստակի տեսք։ Դուք իհարկե կարող եք ձևավորել այլ կերպ։ Նախապես կարող եք նաև յուրաքանչյուր կեսի մեջ մի փոքր հալեցրած շոկոլադ լցնել, ապա նոր լցոնել։ Այստեղ ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից, այնպես որ փորձեք, որ տարբերակով էլ փորձեք, հաստատ կսիրվեն այս թխված քաբլիթները։ Իսկ այսօրվա համար պատրաստել էի այսքանը, բարի ախորժակ։